Խաղաղություն ժողովուրդ ջան, Փառք Հիսուսին։ Այսօրվա թեման, որ պիտի խոսենք, օրինակ բառեր կա, որ անհարմար է, բայց գրած է։ Նայեք սուրբ գրքի մեջ Աստծո խոսքը մեզ անգամ կենդանիներին, անգամ միջատներին ասում նմանվեք։ Ասում է ով ծույլ մրջունին գնա, չէ՞։ Ասում է օձերի պես խորագետ եղեք, աղավների պես միամիտ։ Եթե դու դրանց իմաստը չհասկանաս, կարող ասես են բան է գտե հավեմատելու։ Բայց Աստծո խոսքը միշտ ճիշտ է, սիրներ։ Պողոս առաքյալը, երբ որ խոսում է առաջի Կորինթացիս առաջի գլխի 18 խոսքի մեջ, շատ հետաքրքիր բան ասում, սիրներ։ Ես սկզբից չէի հասկանում, թե ուրիշ բառ չունի բերելու։ Նայեք ինչ ասում, քանզի խաչի քարոզությունը կորսված ներուն հիմարություն է, բայց մեզի փրկվածներուս Աստծո զորությունն է։ Հիմա նայեք, աշխարհի համար դա հիմարություն է։ Հիմա որ մի քիչ գնանք, մեր կարող ասի ինչ են ասում, Աստծո հիմար։ Մեկը որ ասի կվիրավորվի, բայց Պողոս առաքյալը պարծենում էր դրանով։ Նայեք, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցի մեջ, երբ Պողոս առաքյալին ասում են բերել են որ դատեին, ասում են ինչա մարդասպան է, ինչ արե, վատ բան է խոսած է, չէ ասում է, նա ինչ է գրած։ Կարդում եմ Գործք առաքելոց 25-րդ գլխի 18-19 խոսքը։ Անոր դատախազներն ներկայացնելով իմ կասկած ըրած հանցանքներս մեկն ալ առաջ չբերին, հապա մեկ քանի խնդիրներ ունեն անոր իրենց կրոնքի վրա եւ Հիսուս անունով մեռածի վրա, որուն համար Պողոս կսեր թե կենթանի է։ Ասում է ես այդ մեռած մարդուն հանդիպել եմ։ Ասում է խաչին մեռան բոլորը տեսան այդ ոնց ես հանդիպել։ Հասկանում եք սերներ։ Եվ սա գրում է եկեղեցուն, ինչ որ մի նոր մարդու չի վկայում, որ ասես մարդը չգիտի, եկեղեցին ուրեմն այդ եկեղեցու մեջ է կասկած կար։ Սերներ, ես իմ կարծիքն եմ ասում, այն հավատացյալ են հոգևորը, եթե 100% հավատա մեռելների հարությանը, անտարբեր կյանք չի ապրի։ Ոնց որ մեկին, գիտենք, չէ՞, գիտես որ ստեղից դուրս գաս, պիտի հանդիպես մեկին, այնտեղ կանգնած է։ Դու ոնց կգնաս, գիտես որ այնտեղ մարդ կա սպասում։ Բայց որ չգիտես կա կամ կարող է լինի, կարող է չի, դու ուրիշ ձև կգնաս։ Հոգևոր կյանքը սերներ, վերջնագիծը։ Եթե դու այդ վերջնագիծը չես հատում, չես ընդունում, քո ամբողջ կյանքը թերահավատություն կլինի։ Դու այն կյանքը չես ապրի, որտեղ պահեր կա, կարող է, ոնց որ բոլորը անում են, ես էլ եմ անում։ Բոլորը սենց են անում, ես էլ եմ անում։ Եթե դու հավատաս, որ օրերից մի օր պիտի կանգնես երկինք արարողի առջև, դու դες մատների արանքով չես կարող հոգևոր կյանքին նայես։ Բայց ցավալին նա է, որ Կորինթոսի եկեղեցի որ հոգևոր սուրբ հոգու պարգևներով լեցուն էր, բայց դրա վրա կասկածում էր։ Եվ դրա համար ասում է, ձեր մեջ կա բաներ, որ անաստվածների մեջ է չկա։ Ինչի՞։ Որտեվ այնքան վստահ չէր, որ պիտի կանգնի ամենակարողի առջև։ Դրա համար սերներ, շատ հետաքրքիր այսօր, որ մեր հոգևոր կյանքը, որ մենք արդեն երևում է, դու հավատում ես, թե ոչ։ Սերներ, նայեք ինչ է գրած շարունակությունը։ Վասնզի գրված է, իմաստուններու իմաստությունը պիտի կորսնցնեմ, հանճարներու հանճարը պիտի խափանեմ։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված հիմարացուց այս աշխարհի իմաստությունը։ Սերներ, մենք մարդիկ գիտենք, որոնք Նոբելյան մրցանակ են շահել։ Սիրուն աշկեր համար չեն, դե ոչ է բոյի բուսատի համար։ Իմաստունը խելք ունի, բայց որ այս կարևոր բանը չունի, Աստծո խոսքը իրան հիմար ամանում։ Բայց հետաքրքիր գիտեք որն է,
աշխարհն էլ ով որ այս հասկացողությունը Իրանը հիմար անվանում։ Նայեք ինչ ասում։ Քանզի Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով ապրեցնել, ուստի աստվածային իմաստության չթույլատեց, որ աշխարհային իմաստությամբ մարդ Աստված ճանաչի։ Երկու իմաստություն կա, խոսում է, աշխարհի իմաստություն, կա Աստծո իմաստություն։ Ձեներ, աշխարհի իմաստությունը ունի իր պատուղները, աշխարհի իմաստությունը իր շատ լավ կողմերը, հաջողությունները, պատիվը, փառքը, բայց երկրի վրա էս կյանք է։ Բայց գալիս է մի պահ, որ դա քեզ պետք չի լինում։ Այն ինչ որ դու ունես աշխարհի մեջ, քեզի պետք չի գալու։ Բայց գալիս է մի պահ հոգևորին, որ աշխարհի համար դա պետք չի եղել, բայց իր համար կարևոր է եղել։ Եկել է այդ պահը, ինքը ուրախությամբ հատեսել։ Դրա համար նայեք շանակություն չասում։ Գիտեք, շատ անգամ մենք որ մարդկանց վկայում ենք, որ չեն ընդունում։ Մանավանդ օրինակ որ խոսում ես հրաշքների մասին, սիրով լսում է, խոսում ես ինչ որ մի բանի մասին լսում է, բայց երբ խոսում ես մեռելների հարությանը, գիտեք, շատ անգամ խիչ են ընդունում, որտեղ ինքը զգում է, որ դու էլ այդքան վստահ չես խոսում։ Ինքը քեզի ջոգում է։ Մի անգամ կնոջ հետ տեղ են գնացել, վկայում ենք մեկին, ասես նայ, մենք հավատում ենք, եթե մենք ասենք գա, որ մեր ասածը սխալ լինի, մենք չենք տուժվում, բայց դու կտուժվես, եթե քո հասկացողությունը սխալ լինի, հետո ձեն չանեց, բայց հետո ասես, եթե մյուս անգամ իմ մոտ այդ խոսք ասեցիր, չնեղանաս ինձանից, խի կարող ես սխալ եմ ասել, այդ գալիս է, որ դու չես հավատում, վստահ չես քո խոսածի վրա, այդ մարդու մտքի մեջ էդի գկա սատանա գտե, տես ինքն է վստահ չի, բայց Պողոս առաքյալը կանգնած էր դատախազների, կանգնած էր իմաստուն թագավորը, թագավոր հիմար մարդ չի կարա լինի, երբ որ խոսում էր մեռելեր հարության մասին, վախեցավ թագավորը, ինչի էր վախենում, որտեղ վստահ էր խոսում, վախեցավ, նայեք, երբ որ այդ կարդում ենք այդ տեղը, Գործք առաքելոց 26-րդ գլխի, հետո նորից մենք կգանք, ստեղ Գործք առաքելոց 26-րդ գլխի 23-ից 25-ն եմ կարդում։ Բոլոր Ատյանը դատավ նստել են անենց մարդիկ, հարուստ են, իշխանություն ունեն, ամեն բան ունեն, և իրանց դրել են գիտունի տեղ, և դատում են մեկին, որին տեսեք ինչ են ասում։ 23-ից 25 խոստ եմ կարդում, թե Քրիստոս պիտի չարչարվի և թե անիկա ամենեն առաջ մեռելներեն հարություն առած լույս պիտի քարոզե ժողովրդին և հեթանոսներին, քանի որ անիկա այսպես պատասխան կուտա իր համար Փեստոս բարձր ձայնով ըսավ, կխելագարից Պողոս շատ կարդացածը լալդ քեզ կհիմարացնե։ Բայց երբ որ կարդում ենք Առաջի Կորինթացիս 2:14-ը ինչ ասում, շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի հասկանում, թեկուզ թագավոր ես, թեկուզ Նոբելյան մրցանակիր ես, բայց դու թեկուզ ոչ մի բան չունես, մի գեղջուկ, հացի փող է չունես, հիվանդության մեջ մեռնում ես, բայց ուրախ ես, զարմանում են, ինչի, որտեղ դու տեսնում ես անտեսանելին, դու հավատում ես մի բանի, որ շատ քչեր են հավատում, միլիարդավոր մարդիկ չեն հավատում, կան կրոններ, կան հավատքներ, բայց ոչ մեկը տենց վստահ չի կարող ասի։ Դրա համար Պողոս առաքյալը երբ որ կարդաց եւ շանակությունը ինչ ասում 25 խոսքը Պողոսն ալսավ ես չեմ խելագարիր ով պատվական Փեստոս հապա ճշմարտության եւ զգաստության խոսքեր կխոսեմ որ Պողոս առաքյալը ասեր կարող է հարություն չլինի ես չեմ տուժվի Փեստոս ինչ կասեր խելարի խեք բերետեմս ինքն է չի հավատում իր ասածին բայց անենց վստահ էր խոսում վախեցավ
որ աշխարհի տիրակալն էր, աշխարհը տիրել էր, հռոմեացիներն են ժամանակ տիրում, բայց վախեցավ այդ խոսքից։ Գիտես ինչի, որտեվ պիտի գա մի օր իր արածի համար հաշիվ պիտի տա։ Մարդը չի ուզում դա իմանա։ Գիտեք, մեղավոր մարդու համար ամենավատ բանը, որն է իր կյանքում, որ իր արածի համար պիտի հաշիվ տա։ Այսօր շատ հավատացյալներ դրա մասին չեն մտածում։ Ասում են ոնց բոլորը նենցել ես, բայց երբ որ կանգնես ամենակարող առջև հաշիվ տալու, դա չի անցնելու։ Ես ասում Սակրամենտո մի հատ կար, մեկը վերջը կարող է ինքը անունը չեմ ուզում տամ, մատներ արանքով էր նայում, հարց տվի, ասի քեզ մի բան ասեմ չնեղանաս աղբերը, չէ ասի Դանիել ջան ասա, ասի լսի, որ դու Աստծո առջև կանգնես, ինչ պատասխան սենց անում ընձի, այնքան բան ունեմ ասել, ես ձենս կդրի, այս մարդը չգիտի ով ասված, ես տնան ինչ ասում ասի խոսել, որ ինքը եկեղեցի անդամը, պաշտում է մեկին, որ ինքը չգիտի, բայց առաքյալը լավ ասեց, մենք կպաշտենք, որ կճանչնանք, այսօր պաշտամունքից դա կախված, այդ ապրածդ կյանքից դա կախված, թե դու ճանաչում ես, ինչի համար շատ կրոնների մեջ կա մարդ կսպանեն, անառակություն կանեն, ինչ կանեն, իրանք դրանով հպարտանում են, որտև իրանց կրոնքի մեջ գրած այդի, ինչի համար, որտև նրանք չգիտեն, ամենակարողին չեն ճանաչում, նրանց հետաքրքիր չէ Աստծո խոսքը, որտև շնչավոր են, շնչավոր մարդ ասում, Աստծո հոգի բաները չի հասկանում, դրա համար այսօր շատ կարևոր է ես և դու, ինչպիսի կյանք եք ապրում, հիմի շարունակություն, որ մենք կարդում ենք, տեսեք այդ խոսքերը, հետաքրքիր ասում, նայում եմ ժամս անցնում է, այս պետք է ասեմ, նայեք ինչ ասում, 25 խոստ եմ կարդում, վասնզի Աստծո հիմարը, ինչի Աստծո հիմար, որտև հավատում է մեռելների հարությանը, բայց աշխարհի հիմարը ծիծաղում է դրա վրա, բայց ասում է նայեք, վասնզի Աստծո հիմարը մարդոսում է ավելի իմաստուն է, և Աստծո տկարը մարդոսում է ավելի զորավոր։ Երեմիայի մեջ շատ հետաքրքիր խոսքը 9-րդ գլխի մեջ այն կարծիքով։ Երեմիա 9 ասում է Տերը այսպես կսե, իմաստունը իր իմաստությունով թող չպարծի։ Իմաստունը շատ պարծենալու բան ունին, ասեցի, չէ, պատիվը կա, հարգանքը կա, փողը կա, կյանքը կա, ուրախությունը կա, բայց պատասխան տալու բանու մասին չի մտածում, այդ չի նշանակում, որ դու չես մտածում, պատասխան չես տալու, այդ չի նշանակում, որ դու չես հավատալու, այս ինչ որ գրված է, քո վրա չի գալու, դրա համար շատ կարևոր է, սերներ, ինչ ասում, զորավորը իր զորությունով թող չպարծի, ես շատ եմ ասել, կար մի հատ բաքսոր կայսուս կլե, աղբերս է լավ բալետ է կանում ժամանակ ինչ այր վաղտ, ասում էր, ահա իմ ուժս, Պանկիրսոն հիվանդություն են ասում, որ սեն դողում էր, ամբողջ կյանքը դենց լավ, ջուր չեր կարում խմեր, այս դողում էր, բայց ժամանակին իր բիլակն էր ցույց տալիս, ինչ եղավ այդ քո բիլակը, ասում է զորավորը իր զորությունով թող չպարծենա, հարուստը իր հարստության վրա թող չպարծենա, մենք գիտենք ասել եմ էլի Apple-ի հանարածը, որ միլիարդներ ուներ, մենակ 7 միլիարդ կանխիկ գումար ուներ, չհաշված իր բոլոր բաները, բայց սոված մեռավ, ստամոքսի ռակ էր, չէր կարող ուտեր, դե թող այդ փողը իրան մի բան աներ, դրա համար ասում է հարուստը թող չպարծենա, բայց ով որ կպարծի, այսօր ես և դու պարծենալու տեղ ունենք, ինչի ենք պարծենում, ասում է նայեք, որ կհասկանա ու ինձ կճանաչի և գիտե թե ես եմ Տերը,
Այսօր մենք տերունական օրով եկել ենք իր տունը։ Գիտենք ում առջև ենք եկել եւ գիտենք ում ենք երկրպագում։ Դրա համար սերներ եւ Կորինթոսի եկեղեցի նայեք, ես էլ ասեմ ու աղոթենք 15-րդ գլխի մեջ նայեք ինչ ասում։ Էլ եմ ասում, սա ասում է եկեղեցուն, չի ասում աշխարհային մեկին։ Ուրեմն, եթե Քրիստոս կքարոզի, որ մեռելների հարություն առած է, ինչպես ձեզ մեկ քանիները կսեն, թե մեռելների հարություն չկա։ Չի ասում ինչպես իմաստունները, չի ասում ինչպես անհավատները։ Ձեր մեջ մեկ քանիները ինչպես են ասում, որ Քրիստոս հարություն չի առել։ Առել է Քրիստոս հարություն, բայց ուրեմն մենք է պիտի առնենք։ Հիշում եմ տարիներ առաջ Վարդաշեն թաղամասում պատասխանատու էի, ձեր մարդ քույրիկներ են հավաքվել, խոսում ենք։ Մեկ էլ հարց տվի, եթե ով է հավատում իր բերնով Տերը դավանի եւ սրտի մեջ հավատա, որ Աստված Քրիստոսին մեռելներին հարություն տվեց, պիտի փրկվի։ Բոլորը ասին ամեն, ամեն։ Ասի մենք էլ պիտի փրկվենք։ Մեկ է մի հատ տատի ասես, Դանել ջան, դու լխելոք տղա ես, լավ տղա ես, վրա ո՞նց ես դրան հավատում։ Փոշման ասածիցս, ես ասի փրկված ես։ Մեզ մարդը, բասի Քրիստոս հարությունը, դեն Աստված էր ասում, մենք մարդ ենք ասում, հələ գնա գերեզման։ Պատկերացնում ես, արդեն 80 տարի կանց է, ինչքան տարի հավատքի մեջ ալ է։ Կան իրոք սերներ, մեր մեջ է կարող են մարդիկ, որոնք վստահ չեն։ Առաքյալը, որ ասում է, ձեր մեջ կան մարդիկ, որոնք կսեն մեռելների հարություն չկա։ Դրա համար խաչի քարոզությունը սերն է, կորսվածների համար է հիմարություն, բայց մեր համար փրկություն է, կանգնենք աղոթքի։